Հայաստանը ինքնաբավ ինքնուրույն քաղաքական ուժ է, պարոն Թորոսյան, եւ մենք ստացել ենք մեր քվեները, ինչ վերաբերում է որ կոչ եք անում թողես ինչ մարդը կամ ինչ մարդը դուրս գա քաղաքականությունից, գայիք, մասնակցեիք, առանց որևիցե մեկի ականջների, 5% էլ դուք տանեք, եթե տենց ձեր ցենը տակ տեղից է գալի, էլի։ Ամենայն դեպս անցնենք բուն թեմաներին, որ պարոն Գալջան, որ ասում եմ ձիվ ներկերեք, չեմ ասում ձիվ ներկերեք մարդիկ ձիով շրջագային, ձին համայնքային ոստիկանության համար է պետք գալու, հետո եթե խցանում եղավ ու մի հատ դեպք եղավ, մենակ ձիով կարելի է հասնել այդ վայրը, կա էլի եվրոպական շատ քաղաքներում ընդունված է հեծյալ ոստիկանությունը։ Ինչ վերաբերում է հեծանիվներով, մոպեդներով, այս քաղաքի ռելիեֆը դուք գիտեք, հիմա ասենք ոնց եք պատկերացնում, դուք որ հյուր գնաք ընտանիքով, ասենք հարավ-արևմտյան թաղամաս, ձեր տունն էլ Հավանում է, հետո տնեցիքով 4 հատ հեծանիվով սենց բարձրանալու եք Իրիգունը ժամը 11-ին բան, հա, Հավան, Բանգլադեշից, կներեք ես բառի համար։ Հիմա բուն բանի վերաբերյալ, որ ասում եք բերեք, դուք բերեք, տրանսպորտի հետ կապված մի հատ կասեցման որոշում բերեցինք, ճողոպրեցինք, 17,000 երևանցու ստորագրությունով նախագիծ բերեցինք, Դալիճից էլի թողեցինք գնացինք։ Տիկին Մելիքյանը Մարկա Սետրակյանի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերեց կոնյակի գործարանի մոտ, ասեցինք բան այնտեղ անձնագրերը, հասցեները, բանը չընդունեցինք, բայց Լենինգրադյանի պարագայում որ Քրքորյան պիտի դառնար հազարավոր հասցեներ պիտի փոխվեն, այդ ժամանակ խնդիր չկար, կամ ես մետրոյի, մետրոպոլիտենի շուրջ 50 տարվա աշխատակիցներին քաղաքացու, պաշտպանող քաղաքացու կոչում տալու նախագիծ բերեցի, ընդհանրապես բավարարվեցիք պարգևատրումով, ինչա թե ընդդիմությունն է բերել։ Իսկ ընդդիմության բերած առաջարկներն ու նախագծերը ինչ արձագանք գտնում, որ մի հատ էլ ասում եք, այս թեմայով դուք բերեիք, օրինակի համար։ Ինչ վերաբերում է այդ քաղաքական հայրեր, քաղաքական կնքահայրեր եւ այլն, որը շատ լոյալ կերպով պարոն Փամբուխչյանը հանդուրժեց, որ տարբեր նման բնորոշումներ հնչեց։ Ժորժ ջան, էլի պիտի հիշացնեմ 21 թվականի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո բացեիբաց որտեղից է եկել ձեզ աջակցություն։ Պաշտոնական անկառան ձեզ սատարել է։ Հիմա ձեր քաղաքական հայրերը Էրդողանն ու Ալիևն են, կնքահայրներն էլ Փաշազադեն է։ Դուք այդ ում եք եկել ինչ ասում, էլի։ Ես որ քաղաքական խոսվիթի մեջ որ խորանում, նույն Էջմիածնի հետ կապված, հա։ Այն ուսուցիչը որ բան էր բաժանում, բարեգործություն, բան։ Այդ նորմալ եք համարում։ Այդ նոր ասեց էլի որ դողսում կերուխում եք, ցեր որ հանկարծ սկսել եք տարիքներ վերանորոգել, հատկացումներ անել, ասենց առատության եղջյուրից մարդկանց կարիքներով։ Բայց մեկը էլ այդ բանաձևով 50+ դուք չեք հավաքել։ Եվ անգամից լավ 60 եք հավաքել, ենթադրենք թե Գյումրին հիշեք, Վանաձորը հիշեք, Ալավերդին հիշեք, Բերդը հիշեք, Փարաքարը հիշեք։ Ձեր կառավարած Հայաստանում ընդդիմադիր համայնքապետները մեկը սպանվում է, մնացածները համատարած ձերբակալվում են։ Հիմա տեղ ինչ դա ժողովրդավարության։ Այսինքն ով ձեր թիմակիցը չի, իրան վիճակված չի 5 տարի պաշտոնավարել տեղական ինքնակառավարման մարմիններում, ու հիմա դուք եկել եք որ էպիտետներ եք ուզում գտնեք, բան անեք, դե լավ է միտեղ Դոնթի Բանաձևի հաշվին կարողացել եք 48-ը դարձնել 52, որ դուք իշխանություն ստանձնեք, 6-7 ամսից հետո կերևա, ով է։